Մեր որտեղ որ մենք ենք մասնակցում Ռուսաստանի Սամարայի մարզի Չապայես քաղաքի եկեղեցում, այնտեղի երեց Վիկտոր եղբայրը բոլոր սուրբերի անունից բարևներ փոխանցի, ասեց ուր գնաք, մեր բարևները փոխանցեք, կփոխանցենք փոխադարձ իրանց էլ։ Փառք Հիսուսին, օրհնյալ է մեր Տերը։ Եվ երկրորդ բանը, որ մինչև ասմունքելը երկել ուզում եմ ասեմ, Աստծո ժողովուրդ, գրված է, քանի դեռ ճանապարհին ես, ոսոխիդ հետ հաշտվի, որպեսզի երբ որ գա ժամանակը ոսոխդ քեզ չհանձնի դատավորին, ասում ճշմարիտ եմ ասում, մինչև վերջին նաքարակիտը չվճարես, չես ազատվի։ Եթե ոսոխի հետ պիտի հաշտվենք, առավել եւս մեր եղբայրների քույրերի հետ, այստեղ ոչ մի ուրիշ հարց չի ծագում, չէ՞, պետք է հաշտ լինենք։ Տերը օրհնի ձեզ, ժողովուրդ ջան։ Այստեղից ասմունքել, երգել, քարոզել, դա ես համոզված եմ ինձ երկինք չի հասցնի։ Այն շնորհքները, որ Տերը տալիս է իր փառքի համար, դա ինքն է տալիս, դա իր շնորհքն է, դա իրանն է պատկանում։ Ինչը մեզ կհասցնի երկինք, փրկության ինչը կհասցնի։ Միտեղ գրված է, եղբայրներ, հաշտվեցեք Աստծո հետ։ Եթե մենք Աստծո հետ հաշտ չլինենք, չենք մտնի երկինք, չէ՞։ Բայց մենք Աստծուն չենք տեսնում, ոնց կարանք հաշտվենք։ Չենք տեսնում Աստծուն, չէ՞, կարանք Աստծո հետ հաշտվենք։ Գրված է, եթե եղբորը տեսնում ես ու չես սիրում, Աստծուն որ չես տեսնում, ինչպես կարող ես սիրել։ Աստծո խոսքը նույնացնում է եղբորը Աստծո հետ, հասկանում եք։ Որովհետև ամեն մի եղբոր քրոջ մեջ Աստված է բնակվում։ Եվ ասма Սուրբ Գիրքը, Աստծո խոսքը ասма, եթե բերում ես զոհ Աստծուն, ինչ արա, եւ հիշում ես, որ եղբայրդ քո դեմ բան ունի, ոչ թե դու եղբորդ դեմ բան ունես, այլ եղբայրդ քո դեմ, ինչ արա, թող զոհդ զոհասեղանի վրա գնա հաշտվի։ Տերը ողորմություն անի։ Եթե մենք ասենք, որ մենք չգիտենք, որ եղբայրս իմ դեմ բան ունի, մենք ստախոս կլինենք։ Ես շատ լավ էլ գիտեմ։ Ես գիտեմ ում եմ վիրավորը, ում մասին եմ չարախոսը, ում մասին եմ բամբասը, եւ այդ անհանգստությունը Տերը դրել է իմ սրտի մեջ։ Երբ որ նոր տարի էր, ես զանգել եմ արտակ եղբորս եւ ներողություն եմ խնդրել։ Երևի իմ պահվածքով շատերին եմ գայթակղացել, երբ որ եղբորս դեմ չարախոսել եմ։ Ես չարախոսել եմ իմ հարազատ եղբորս դեմ, իմ վրուր աղբերը, մարմնավոր եւ հոգեվոր աղբերս այնտեղ նստած են։ Եվ շատերին, Արմենին, Անդոյին, շատերին թող Տերը ողորմություն անի, խնդրում եմ ներեք ինձ Աստծո սիրով, Աստծո շնորհքով։ Ես ուզում եմ երկինք մտնեմ։ Ուզում եմ, որ Տիրոջ առջև կանգնեմ։ Եվ այս ամեն ինչը, ինչ որ մենք անում ենք այստեղ, դա նորից կրկնում եմ, Աստծո պարգևն է, ինքն է տվել, դա իրանն է, հասկանում եք, դա մերը չի։ Մերը միայն դա մեր զղջումն է, Աստծո առաջ անկեղ զղջումը, որ մենք բոլորս միասին մտնենք Տիրոջ ներկայության մեջ, փառք Հիսուսին։ Խնդրում եմ ներեք ինձ, ներեք, ով որ ինձնից գայթակղվել է, ում որ ցավ եմ պատճառը։ Ես ուզում եմ Տիրոջ մեջ մտնեմ, երկնային թագավորություն մտնեմ, օրհնյալ է Տերը։ Տեր օրհնի, Տեր օրհնի, սիրով Տեր օրհնի, թող Աստծո հաշտությունը բոլորիս մեջ լինի, փառք Հիսուսին։ Եվ մի բան էլ ասեմ ու ասմունքին անցնեմ։ Գիտեք, արքայության ավետարանը Պողոս առաքյալը ասում է խաչի քարոզություն։ Մի քիչ իրար հետ այդ բառերը չի բռնում, չէ՞, արքայության ավետարան ու խաչի քարոզություն։ Ինչքան կուզենք, չէ՞, մենք թագավորենք, լավ ապրենք, բայց Պողոս առաքյալն ասում է, այդ արքայության ավետարանը դա խաչի քարոզությունն է։ Խաչը ոչ թե այս խաչը կամ այն փայտի խաչը կամ այն որ սարերի վրա են դնում այսօր շատ կրոնավոր են ցույց տալիս մարդիկ իրան։ Խաչը դա հենց լեռան քարոզն է, երբ որ Տերը ամեն մի պունկտի վրա, ամեն մի գործողության վրա մեր կյանքի ինքը իր մատը դնում է, ցույց է տալիս, որ այսպես պետք է ապրենք։ Օրհնյալ է մեր Տերը, որ մենք հաշտվենք իրար հետ, որ մենք ինքներս զրկվենք ուրիշին չզրկենք եւ շատ նման խորհուրդներ Տիրոջ կողմից
պատվիրաններ Տիրոջ կողմից։ Եվ այս ասմունքը դրա մասին է։ Ես սրա անունը վերնագիրը դրել եմ ինքնախոստովանություն։ Առաջին մասը խոսում այն մասին, թե ինչպես պետք է խաչը կրել։ Երկրորդ մասը խոսում այն մասին, որ ինչպես բնավ չի կարելի խաչը կրել Աստծո ժողովուրդ։ Որպեսզի մենք ինքնախաբեության մեջ չհայտնվենք, թող Տերը ողորմություն անի։ Եվ այդ երկրորդ մասի մեջ ես ինչ շատ եմ տեսնում։ Թող առաջի մասը ձեզ վերաբերվի, երկրորդը ինձ։ Համաձայն եք։ Դուք ինքներդ կդատեք։ Ես այդպես եմ տեսնում։ Մարդ կա իր խաչն է շալակած տանում։ Մարդ կա ելել է շալակը խաչի։ Դու որ լսեցիր խոսքը արարչի եւ հանձնվեցիր կամքին քո փրկչի։ Վերից ծնվեցիր հարություն առած, ջրում թաղեցիր հին մարդը դմեռած, եւ Աստծո խոսքի լույսը վեր պահած, դարում խավարած, նեղ դռնով մտար, նեղ ճամփով անցար ու նոր կյանք գտար։ Ինչ որ ունեիր հնում, թաղեցիր, գանձ պարունակող արտը գնեցիր, ոսկուց, արծաթից ու թանկ քարերով սուրբ վեմի վրա տաճար շինեցիր։ Եվ քո սրտի մեջ Աստծո տաճարում, սրբության սրբոց Աստծո խորանում, Հիսուսը գահին հորաչում նստած եւ իր արյունով քեզ համար հեղված, բարեխոսում է, խնդրում Աստծուն, որ հայրը ների զղջացող մարդուն։ Եվ Աստծո որդու սուրբ արյան գինը փոխեց քո կյանքը եւ արտաքինը։ Արդեն ամեն օր դու ջանք ես անում հասնել Հիսուսի լման հասակին։ Հետինը թողած առաջ ես գնում, որ հաղորդ լինես Աստծո մեծ փառքին։ Եվ հոժար հոգին մարմնին տկար պահում է մեղքից, ցանկությունից չար, չի թողնում դառնաս գերի հաճույքին, որ մնաս հաղորդ Աստծո մեծ փառքին։ Ինչ քեզ օգուտ էր, վնաս ես սեպում, կեղծիքն ու սուտը քեզնից դեն նետում, չես հաճոյանում մարդկանց առաջին, որ մնաս ծառա միայն քո փրկչին։ Սոված ծարավին տալիս ես հաց, ջուր, դուռդ բացում ես օտարի առաջ, մերկին հագցնում հագուստը դմակուր, խեղճին ընկածին գնում ընթառաջ։ Սիրում ես նույնիսկ թշնամու դժկամ եւ սրտանց օրնում քեզանից օղին, երբ պահանջում են շապիկդ, անգամ դու բաճկոնդ ես տալիս ուզողին։ Մտքիդ մեջ ծածուկ դու չես շնանում, անժուշկալությամբ չես ագահանում, դու վարձք չես առնում սուրբ խոսքի համար, թեկուզ մարդիկ քեզ համարեն հիմար, վտանգ տեսնելիս երբեք չես լռում, երբեք չես ծռում ճշմարտությունը, հայացքդ ուղիղ երկինք ես հառում, քանզի Աստծուց է քո փրկությունը։ Երբ խոսքի համար աճ այտից զարկին, մյուսը դարձրիր դու խոնարհաբար, հետամուտ չեղար քո անձի փառքին, խաչի խորհուրդը ուժ է քեզ համար։ Երբեմն կյանքում լինում է դադար, երբ դու չգիտես, թե ինչպես վարվես, դեռ մնաս այստեղ սուրբերի համար, թե դուրս գաս մարմնից ու Աստծուն փարվես։ Այսպես խոնարհված, խաչը քո ուսին, աշխարհը մերժած, անձը տուրացած, գնում ես առաջ հետքով Հիսուսի, հավատքը, հույսը, սերն ամուր պահած։ Ուրեմն մարդ կա իր խաչն է տանում, մարդ էլ կա ելել է շալակը խաչի։ Նա որ ելել է շալակը խաչի, արդյոք որևէ բանից կամաչի։
Արդյոք զգում է հոտը դիակի, մեղքի մեջ մեռած իր հին էակի։ Նա մտավ ջուրը տկար, պիղծ ու չոր, դուրս ելավ ջրից, թրջված մեղավոր։ Եվ հին Ադամի ժառանգությունը իր հետ նա բերեց Աստծո տունը։ Վարժված լինելով աշխարհի կյանքին, տիրապետելով ստի հնարքին, Աստծո անունը բերանը առած, անկուշտ ու ագահ, աչքերը առած, ամեն բանի մեջ իր շահն է փնտրում եւ միշտ հեշտ ու լայն ճամփան է ընտրում։ Շողոքորթելով բարձր կանգնածին, Աստծո տան մեջի սյունը կարծվածին, այնտեղ հաստատեց նա իր աթոռը, որ այն ժառանգեն տղան ու թոռը։ Ափսոս, շատ ափսոս, վերից չծնված, բայց երկու անգամ արդեն իսկ մեռած, անպետք ծառի պես արմատից խլված, ինչպես անջուր ամպ, մինչ երկինք ելած, աստղ մոլորված, կույր, թափառական, կույրին շեղեցիր ճամփից իսկական, ծով ցամական ցար, նման անցորդի, դարձրիր քեզ պես կորստյան որդի։ Ոնց ես փափագում, քեզ ռաբի կանչեն, ու մարդիկ որպես սուրբ քեզ ճանաչեն։ Դարան ես լարում Աստծո գառներին, որպեսզի հասնես քո փառքի գահին։ Եվ այդ գառների մորթին դու հագած, ուզում ես ծածկել քեզ, հոշոտող գայլ։ Քար քարի վրա չի մնա կանգնած, Հերովդես աշեն կառույցից մռայլ։ Ով դու չար մշակ, ով հովիվ վարձկան, ով քամուց քշված հողմակոծ ալիք, դու շահավաճառ Աստծո փրկության, դու ծախված հոգի, չարի խաղալիք, ծիածանից էլ շատ գույներ ունես, գարշելի սողուն քամելոնի պես, ինչ միջավայրի մեջ էլ հայտնվես, այնտեղի հարմար ձևը կընդունես։ Նշանակություն երբեք չես տվել, թե ինչ ուսմունք են քո առջև դրել, ով է շեյեղը, դու միշտ փալանը, սա է քո միակ նշանաբանը։ Իսկ հիմա գուցե մեկը հարցնի, թե սա խաչի հետ արդյոք կապում, չէ, սրան խաչին ոչինչ չի կապում, սա խաչով միայն մարդկանց է խափում, երբեմն խաչից շինում է խարան, փող չտվողին քաշում դատարան, ամբիոն է շինում սա խաչի տեսքով, որ քարոզողը երևա խելքով, սրապապերը հենց այս նույն խաչով խարույկ են օրհնել իրենց պիղծ աչով, եւ խարույկների մեջ այդ բոցավառ մարդկանց են վառել անմեղ ու արդար։ Բավ է, չխոսենք խաչակիրներից, նրանց կործանած բյուր հոգիներից, որտեղ որ ների ոգին է շնչում, խաչի իսկական իմաստն է կորչում։ Բայց կա փրկություն, ով անմահոքի, շտկիր թռիչքը քո ունայն մտքի, նայիր Աստծո որդի Հիսուսին, մինչև վերջ տարավ խաչը իր ուսին։ Եթե արդարը իր խաչին կանվեց, նույն բանի համար խաչը մեզ տրվեց։ Մի բազմիր խաչին, առայն քո ուսին եւ լուր հետևիր խաչյալ Հիսուսին։ Գործանումից ազատեց Աստծո ողորմությունը, անհույս կյանքը սամոքեց Աստծո ողորմությունը, որ հիմա ես ապրում եմ, Տիրոջս ծառայում եմ, Աստծո ողորմությունը,
Աստծո ողորմություն է, որ հիմա ես ապրում եմ, Տիրոջս ծառայում եմ, Աստծո ողորմություն է, Աստծո ողորմություն է, որ մեղքել է իմ ներեց, Աստծո ողորմություն է, իր Սուրբ Հոգին պարգևեց, Աստծո ողորմություն է, որ հիմա հավատք ունեմ և հավատքով քայլում եմ, Աստծո ողորմություն է, Աստծո ողորմություն է, որ հիմա հավատք ունեմ և հավատքով քայլում եմ, Աստծո ողորմություն է, Աստծո ողորմություն է, ուզում եմ գովաբանել Աստծո ողորմությունը ու կրկին փառաբանել Աստծո ողորմությունը, զորությունը երկնավոր, օրհնությունը փառավոր, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, օրհնությունը երկնավոր, զորությունն իր փառավոր, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, ամեն ինչ մի օր կանցնի, նույնիսկ ողորմությունը աշխարհից կվերցնի, Աստված ողորմությունը, որտեղ տեղն է սուրբերի, հավերժ կլուսավորի, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, որտեղ տեղն է սուրբերի, հավերժ կլուսավորի, Աստծո ողորմությունը, Աստծո ողորմությունը, Տեր օրհնի ձեզ ժողովուրդ։